Դե սկզբունքորեն ես մտածում եմ, որ կառավարության նիստում բոլոր հնարավոր մանրամասներով քննարկենք, բայց դե հիմա ինչքան մտածեցի, ոնց որ թե ընթացքում այնքան քննարկել ենք, հիմա գոնե այս ձևաչափով լրացուցիչ ինչ հարց մնաց է, որ չենք պարզաբանել։ Համեցեք, պարոն Թորոսյան։ Ես որպես օգտագործող ուզում եմ իմ փորձը ներկայացնեմ, ես մի քանի օր արդեն ստացել եմ ծանուցում իմ Արմեդի հավելվածով եւ որ ես դարձել եմ շահառու։ Տենց դե Արմեդի հավելվածը COVID-ի ժամանակվանից օգտագործում եմ եւ այնտեղ ուրիշ ինֆորմացիա էլ կա էլի անձնական բժշկական եւ այնտեղ արդեն գրված է, որ ես համարվում եմ շահառու, նաեւ կա հղում, որին սեղմելով բացում է մի լայն ցանկ շատ մեծ, այսինքն նույնիսկ չես կարող էլի ամբողջանալ թե ինչ է ներառված այդ փաթեթում, ենթադրում եմ, երբ որ կսկսենք արդեն օգտագործել, նաև այդ ինֆորմացիան կլծվի եւ ես էլ խնդրում կոչ եմ անում բոլորին ներբեռնել եւ գրանցվել, պարզանդեղ ՀՑՀ-ով է գրանցում, եթե չեմ սխալվում, եւ բոլորը իրենց կարգավիճակը կարող են տեսնել։ Այսինքն հիմա ես հասկանում եմ, որ այսքան հարց պատասխան տալու փոխարեն գնանք այդ ներբեռնենք այդ Արմեդը եւ մեր բոլոր հարցերի կամ առնվազն հարցերի մի մասի պատասխանը կստանանք։ Պարոն Հայրապետյան, մեր ինտերնետային համակարգը պատրաստ է, որ հեսա նիստից հետո հանրապետությունը սկսելու է բան անել, ներբեռնել Արմեդ համակարգը, ու ինտերնետը չի կախի հանրապետության։ Հույս ունեմ, որ ոչ։ Դե հույսը մենք ունենք, դուք պետք է ասեիք ոչ։ Չէ, կարծում եմ, որ նման խնդիր չի Շատ լավ, համեցեք։ Պարոն վարչապետ, բայց ես ուզում եմ ասել, որ իհարկե կան մարդիկ, ովքեր հավելված ներբեռնելու, կայք մտնելու, գուցե ունենան դժվարություններ, այս պարագայում էլ իրենց կցագրված ընտանեկան բժիշկի միջոցով այս ինֆորմացիան եւս կարող են ստանալ եւ մենք նաեւ 65+ քաղաքացիների համար SMS տարբերակով էլ տեղեկացնելու ենք այս երկու օրը, որ կարգավիճակ նրանց արդեն շնորհվել է, այսինքն բոլոր միջոցներով կաշխատենք տեղեկացումը անել։ Ես կոչ կանեմ, որ բոլորը ներբեռնեն, որովհետեւ եթե մեր տատիկները, պապիկները չեն կարան թորնիկները անեն, հարևանը կարա անի։ Եվ ինչ ես մի հատ կարևոր նյուանս կա, ես չեմ ուզում այս պատմության մեջ նեգատիվ կոմպոնենտ մտցնել ընդհանրապես, բայց ես կարծում եմ, որ մի հատ հետեւյալ շատ կարևոր հանգամանքն էլ կա։ Արմեդի հավելվածի մեջ մեր անունով եւ մեզ համար ֆիքսված ամեն ծառայություն ֆիքսելու է։ Ես տեսնելու եմ, թե ով ինչ վճարում է արել ներառյալ պետական բյուջեի վճարումներից։ Մենք եւ սա թափանցիկության շատ կարևոր մի չափանիշ է, որովհետեւ ցավոք սրտի նախորդող շրջանում մենք բախվել ենք իրավիճակների, քրեական գործեր են հարուցվել եւ այլն, մարդիկ են դատապարտվել, երբ որ արձանագրել ենք, որ ծառայություններ են գրանցվել, որոնք իրականում չեն մատուցվել եւ պետական բյուջեից փողեր են ստացվել եւ այդպես շարունակ։ Սա շատ կարեւոր է նաեւ թափանցիկության առումով, որ եթե իմ անունը միտեղ գրել են եւ իմ իբր ես ծառայություն եմ ստացել եւ դրա դիմաց պետբյուջեից փող է դուրս գրվել, մարդը կտեսնի։ Եվ երբ որ մարդը տեսնում է, որ մի րոպե ես ծառայությունը չեմ ստացել, իմ անունով գումար է դուրս գրվել, առնվազն գոնե կլինեն մարդիկ, ովքեր կհազանգեն, կասեն, ես ինչ գումար է իմ անունով դուրս գրվել։ Այսինքն սա էլ է մի հատ շատ կարևոր նրբություն, որը պետք է հաշվի առնել, նաև սա առողջության ապահովագրություն նաև հաշվետվողականության եւ թափանցիկության մի հատ լրացուցիչ գործոն է պետական բյուջեի ծախսերի նկատմամբ։ Հետևաբար, այսինքն հանրությունը ինքը կարող է վերահսկել առողջապահական համակարգի ծախսերի մի զգալի մասը առնվազն այս հատվածով։ Դրա համար սա էլ է երկակի նշանակություն ունեցող նախագիծ է, որը կարևոր է համարում ընդգծել։ Համեցեք։